Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ, եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողք կողքի։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Ասում եք ապրիլյան բանի 44-օրյա պատերազմի զեկույց, այդ 44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել։ Ինքը ի սկզբանե էլ պետք է լիներ գաղտնի, այնտեղ դրած է, գնացեք կարդացեք։ Գնացեք կարդացեք, ինչ է գրած այնտեղ։ Այնտեղ ուզում եք ասեք, որ որևէ բան կա, լսեք, ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյա պատերազմի ժամանակ, ամենայն հարգանքով 1000 ներողություն, բայց 6 հատ այդպիսի հանձնաժողովը լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի։ Ուղղակի այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով չի կարա հավաքի ուղղակի։ Բա մի հատ դուք եք ասեք, այն ձեր բանի Հայաստան համահայկական հիմնադրամի փողերը ուտելու ձեր բանը քննիչ հանձնաժողովը ինչ եղավ։ Բա դրա զեկույցը ուր է, ինչ եղավ։ Ինչ եղավ, խի մոռացվեց։ Հիմա էլ լսեք։ Մի րոպե էլի, պարոն Խաչատրյան։ Մի րոպե։ Ավելացրեք վարչապետի ժամանակը ընդհատելու համար։ Շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։